Բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ։ Այսօր խոսենք սահմանամերձ գոտիներում ստեղծված իրավիճակի մասին։ Ադրբեջանցիները գտնվում են ջերմուկի մոտակայքում, գտնվում են վերին շորժայում, ներքին հանդում։ Բավականին տարօրինակ վիճակ է ստեղծված Տիգրանաշենի շուրջ, ինչ է լինելու այդ գյուղի հետ եւ առհասարակ այդ տարածքի հետ։ Վերջին շրջանում ադրբեջանական կողմի ակտիվությունը եւ Հայաստանի իշխանությունների պասիվությունը խոսում է այն մասին, որ այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի եզրակետը եւ արևմտյան Ադրբեջանի թեման կարծես թե ակտուալ է դարձել նաեւ աշխարհաքաղաքական կենտրոնների համար եւ բոլոր այդ կենտրոնները կարծես ընդունել են այդ փաստը, որ արևմտյան Ադրբեջան լինելու է։ Հիմա փորձենք հասկանալ ինչ է կատարվում սահմանամերձ շրջաներում։ Փակվող դպրոցներ, արտագաղթող բնակչություն։ Ինչ է կարծում այդ բնակչության փոխարեն, եթե ազատված գյուղերում հայտնվում են ադրբեջանցիները, նրանց հնարավոր է լինելու այնտեղից հետ ուղարկել, թե դա բնութագրվելու է որպես խաղաղության համաձայնագրին դեմ ուղղված քայլ, եւ այս ամենը կանխվելու է հայրենի իշխանությունների կողմից։ Ինչ է կատարվելու Ջերմուկում, ինչ է կատարվելու Սյունիքում, ունենալու են արդյոք ադրբեջանցիները հասանելիություն Սևանի լճին, ինչ ճակատագիր է սպասում Տիգրանաշենին եւ նրա ողջ տարածքին, քանզի Տիգրանաշենի թեման միայն մեկ գյուղի հարց չէ։ Տիգրանաշենով բավականին հսկայական տարածք անցնելու է Ադրբեջանին, կտրվելով Հայաստանի մյուս շրջանների կապը Սյունիքի հետ, քանզի եթե մենք զիջում ենք Տիգրանաշենը, Սյունիք կապը վտանգված է։ Մնալու ենք միայն մեկ ճանապարհի ուսին, ինչը ոչ միայն հնարավոր չի լինելու ապահովել ողջ Սավանը, այլև վտանգավոր է լինելու առաջին հերթին հենց մեզ համար։ Ինչ է կատարվելու մյուս հատվածներում։ Սրանք հարցեր են, որոնք պատասխան են պահանջում։